Խորամանկ Պետրն ու վարդապետը։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի անգամ Խորամանկ Պետրը գնում է շուկա, տեսնի ով ինչ է ծախում, ով ինչ առնում։ «Հեյ, Պետր, եկ այստեղ», տեսնելով նրան կանչում է վարդապետը։ «Ինչ կա, հայ սուրբ», մոտ գալով հարցնում է Խորամանկ Պետրը։ «Էս զամբյուղը տեսնում ես, լիքն է ձվով, վերցրու տար առաջնորդարան։ Ես վարդապետ մարդ եմ, անհարմար է, որ քուռակի պես բեռնվեմ»։ «Իսկ փոխարենն ինձ ինչ կտաս», հարցնում է Խորամանկ Պետրը։ «Փող չեմ տա, որովհետև վարդապետները փողը միայն վերցնել գիտեն, իսկ տալ ոչ, բայց ես քեզ 3 իմաստուն խորհուրդ կտամ»։ «Լավ», համաձայնում է Խորամանկ Պետրը ու մեջքին դնելով ծանր զամբյուղը առաջ ընկնում։ Երբ հասնում են առաջնորդարան, որտեղ գտնվում էր վարդապետի տունը, Խորամանկ Պետրը շուռ է գալիս ետևից հպարտ քայլող վարդապետին և ասում. «Դե ասա, հայ սուրբ, ասա իմաստուն խորհուրդներդ։ Եթե քեզ ասեն, որ ավելի լավ է խրճիթում ապրել, քան թագավորի պալատում, մի հավատա»։ «Ճիշտ է, մեծ իմաստություն ասացիր, հետո երկրորդն ինչ է», հարցնում է Խորամանկ Պետրը։ «Երկրորդն այն է, որ եթե մեկը փորձի քեզ համոզել, որ մի գլուխ սոխն ավելի արժե, քան մի խորոված գառը, մի հավատա»։ Այդ խոսքերի վրա նրանք արդեն հասել էին եկեղեցու դուռը։ «Դե, հայր սուրբ, երրորդ իմաստությունդ էլ ասա լսեմ», ասում է խոնարհ բեռնակիրը։ «Երրորդն էլ այն է, որ եթե մեկն ասի, որ քեզնից մեծ համբալ կա աշխարհում, էլի մի հավատա»։ Եվ վարդապետը սկսում է քահ-քահ ծիծաղել։ Այն ժամանակ Խորամանկ Պետրը ցնցվում է զայրույթից, աչքերի առաջը սևանում է և նա զամբյուղը վերցնելով ամբողջ ուժով խփում է գետնին։ «Իսկ թե քեզ ասեմ, որ զամբյուղի մեջ գոնե մի հատիկ ձու է մնացել», բարկացած ասում է նա, «խորհուրդ եմ տալիս չհավատալ», ասում է Խորամանկ Պետրը ու գնում իր ճամփան։